Քրիստոսը հարություն առես ելիս, հա։ Քաջացի ինքը հաղթել է այս աշխարհը։ Աստված օրհնի բոլորիդ։ Ես տեսնում եմ նստելու տեղ չկա։ Մեր մոտ համ դահլիճն է արդեն փոքր, համ բեմը։ Բեմի վրա նայում եմ, ասում եմ, այս երեխեքը չընկնեն այսքան մարդ մի բեմի վրա։ Այդ լավ է, ելիս։ Աստված օրհնի քեզ։ Եկեղեցին պիտի միշտ լիքը լինի։ Չգիտեմ, միգուցե եթե տեղ չկա այդ վերևները, որ շատ չկանգնեք, կամ ճանապարհներին նստեք, կամ երիտասարդները կարան գան այս աստիճաններին նստեն, հանգիստ եկեք ստեղ նստեք, եթե տեղ չունեք։ Աստված օրհնի ձեզ։ Մեր Աստված հավատարիմ է, ու ինքը հարություն առես ելիս, հա։ Ինքը հարություն առել ոչ թե 2000 տարի առաջ միայն, ինքը քո կյանքում էլ ամեն օր պիտի հարություն առնի, ամեն։ Մենք հիշողություն չենք նշում։ Մենք չենք նշում մի իրադարձություն, որը 2000 տարի առաջ եղել է ու անց է գնացել է։ Դա հենց այսօր է։ Ամեն։ Հրեաները չհասկացան, երբ որ Հիսուս ասեց Աբրահամից առաջել եմ ես։ Չէին հասկանա, եթե ասեր Աբրահամից 3000-4000 տարի հետո եմ ես։ Այս դռները կարող եք արդեն բացել, ինձ թվում է ես տեսնում եմ դահլիճին, մենք շուտով կունենանք նոր համակարգ, որը որ մի քիչ ավելի կհովացնի մեզ, փառք Աստծուն։ Փառք Տիրոջը, ոչինչ, թող եկեղեցում շոկ լինի, հա։ Թող եկեղեցում շոկ լինի, բայց թող եկեղեցում լինենք, ամեն։ Հետո ասեմ քեզ, եկեղեցում ինչքան է շոկ լինի, դժոխքում շատ ավելի շոկ է։ Հա։ Նենց որ սիրելիս, լավ է մենք եկեղեցու շոկին սովորենք, ոչ թե դժոխքի, ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ, Քրիստոսը հարություն առել։ Հարություն առել։ Մենք այսօր նշում ենք Քրիստոսի արածը, իր խաչվելը, մահանալը ու հարություն առնելը։ Ուզում եմ մի քիչ դրա մասին խոսամ, ուզում եմ հասկանանք, որ դա միամիտ ստացված խաչելություն չէր, ուղղակի տենց ստացվեց միամիտ, ոչ էլ, գիտեք, ոչ էլ նենց էր, որ սատանան, չգիտեմ, ինչ-որ մի հատ ֆանտաստիկ ծրագիր էր մշակել, ոնց Հիսուսին խաչի, ու այդ ծրագիրը իրականացրեց, վերջում էլ ուրախացավ։ Չէ, սիրելիս, մի բան կա, որ մենք պիտի հասկանանք, որ այս աշխարհում ամեն բան Տիրոջ ձեռքերում է։ Քրիստոսի կյանքն էլ, ծառայությունն էլ, խաչելությունն էլ երկնքում ծրագրված էր ու ամեն վայրկյանը երկնքի հսկողության տակ էր։ Չկար այդտեղ պահ, որ հանկարծ երկինքը իր հսկողությունը թողեր։ Ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ էր ու ամեն ինչ Տերը ինքն էր առաջ գցում մեր բառերով ասած։ Հա, մենք պիտի հասկանանք ինչ Աստված ունենք մենք։ Մենք ինչ-որ պատահական Աստծու չենք հավատում, որ մեկ էլ ինչ-որ մի 5 րոպեով քնելա ու քո կյանքում մի հատ բան տեղի ունեցավ, չհասցրեց հսկեր, որովհետև այդ րոպեին Աստված քնած էր։ Չէ, մեր Տերը չի քնում, ոչ էլ ննջում է։ Ամեն վայրկյան ինքը քո կյանքը իր հսկողության տակ է պահում։ Ու Հիսուսի խաչելությունն էլ ամբողջովին հենց Հիսուսի հսկողության տակ էր։ Ես ուզում եմ նայենք Հովհաննեսի ավետարանը, տեսեք, հրեաները շատ չէին հասկանում, երբ որ ինքը խոսում էր, Հովհաննես 2:18-ում հրեաները պատասխանեցին եւ ասեցին նրան. «Ինչ նշան ես ցույց տալի մեզ, որ անում ես այդ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. «Քանդեք այդ տաճարը եւ 3 օրում կկանգնեցնեմ նրան»։ Հրեաներն էլ ասեցին. «Այս տաճարը 46 տարում շինվեց եւ դու 3 օրում կկանգնեցնես դրան»։ Պատկերացնում եք, հարցնում են, ասում են, դե որ դու ես Միսիան, դու ես այն ում ներկայացել ես, ինչ նշան ես ցույց տալի։ Հիսուսն ասեց, այս տաճարը քանդեք, 3 օրում կկառուցեմ։ Գիտես, այդ տաճարը ուղղակի տաճար չէր, այդ հրեաների հույսն էր, միակ երկրպագության տեղն էր, միակ հույսն էր, որ այս տաճարի միջոցով Աստված գալու է իրանց փրկի հռոմեացիների ձեռքից, ազատի տառապանքներից։ Եկել է մի հատ 30 տարեկան տղա կանգնել, ասում է քանդեք։ Պատկերացնում եք հրեաների վիճակը։ Ինչ ես ասում, 46 տարում ենք այս տաճարը կառուցել։ Ոնց քանդենք։ Ինչ ես ուզում քանդենք։ Բա որտե երկրպագենք։ Բա ում վրա էլ հույսներս դնենք։ Եկել ասում է քանդեք այս տաճարը։ Եվ հաջորդ խոսքում գրած է, որ իրանք չհասկացան, որ նա իր մարմնի տաճարի համար էր ասում։
իր մարմնի տաճարի համար էր ասում, մեր քանդեք տաճարը, մի անգամից չհասկացան, հա, այսինքն Հիսուսը իր խաչվելու հրամանը տվեց իրանց, ասեց քանդեք տաճարը, քանդեք, խաչեք ինձ, չխաչված Հիսուս ձեզ պետք չի, խաչեք ինձ։ Գիտես Հիսուսի ծնունդը ու իր կյանքը ինձ ու քեզ ոչ մի բան չէր տա, եթե Հիսուսը չխաչվեր։ Ոչ մի բան չէր տա։ Ինչքան էլ ուզում ա լավ ապրեր, ինչքան էլ ուզում ա մարդ բժշկեր, աշխարհի բոլոր հիվանդներին է որ բժշկեր, եթե Հիսուսը չխաչվեր, մեզ ոչ մի բան չէր տա իր ապրած կյանքը։ Մենք նշում ենք ծնունդը, ուրախանում ենք, ոչ մի բան չէր տա այդ ծնունդը, եթե Հիսուսը չխաչվեր։ Ավելին ասեմ քեզ, Հիսուսի խաչելությունն էլ մեզ ոչ մի բան չէր տա, եթե Հիսուսը հարություն չառներ, հա, եթե Հիսուսը հարություն չառներ, Փառք Տիրոջը, պատկերացնում եք, չէ, ասես քանդեք այս տաճարը, որ նոր տաճար պիտի սարքեմ։ Մի ուրիշ բառերով գիտեք ինչ ասեց Հիսուսը իրանց, ասեց սպանեք ինձ, որ հարություն առնեմ։ Պատկերացնում եք անգամ այդ Քրիստոսի հսկողության տակ է։ Պետք է հասկանանք, հա, որ այս աշխարհում ամեն ինչ Հիսուսի հսկողության տակ է։ Ասես քանդեք տաճարը։ Այսօրվա խոսքը տենց էլ վերնագրել եմ, քանդեք։ Ես եմ ձեզ ասում, քանդեք, թույլ եմ տալի։ Սպանեք, որ հարություն առնեմ։ Քանդեք տաճարը։ Ամեն ինչ, այն ինչ որ մենք անցնում ենք, նայում ենք, նեղվում ենք, ասում ենք, ոնց տանջվեց Հիսուսը, ոնց խաչեցին, այդ ինչ ծեծեր, ինչ չարչարանքեր, դրա ստարտներ էր ինքը տալիս։ Ամեն ինչի թույլատրությունը, ընթացքը Քրիստոսի ձեռների մեջ էր։ Քրիստոսի ասածով էր լինում։ Ես ուզում եմ կարդանք Հովհաննես 6:17-ը։ Հիսուսը պատասխանեց նրանց, չէ՞ որ ես ձեզ 12-ից ընտրեցի, եւ ձեզնից մեկը սատանա է։ Եվ սա Իսկարովտացի Սիմոնյան Հուդայի մասին էր ասում, որ նա էլ մատնելու նրան, եւ ինքը 12-ից մեկն էր։ Ասում է ես ձեզնից 12-ին ընտրեցի, մեկը սատանա է։ Պատկերացնում ես Հիսուսը սատանային ընտրեց իր ծրագրերի համար։ Տարօրինակ բան ասում է, ձեզնից 12-ին ես եմ ընտրել, 12 հոգի իմ ընտրությունն է։ 1, 2, 3, 4, 5, 11 առաքյալ, մի հատ էլ սատանա։ Ես եմ ընտրել։ Ես եմ ընտրել, եթե պետք է սատանան էլ չոքած կանիեն ինչ որ ես ասում եմ, կիրականացնի իմ ծրագիրը, որովհետև ամեն ինչ Հիսուսի հսկողության տակ է։ Հիսուսը չէր եկել մոդայիկ շորեր հագներ, մոդայիկ ոսկեղենով մանգար, մոդայիկ հեռախոսով, սև խավիար ուտելով, յախտաներով գնար երկինք, չէ։ Հիսուսը ծրագիր ուներ, եկել էր ու այդ ծրագիրը սկզբից մինչև վերջ ինքը հսկում էր, որ կատարվի։ Ինքն էր հրամանները տալիս։ Ահա, ինձ ինչ է պետք, 11 առաքյալ է պետք, մեկելով է պետք մատնող։ Ով է մատնող, հա, դու լավ կադր ես, գող ես, չես ուզում փոխվես, չես հավատում ինձ, աշկից դեմը գողություն ես անում, մտածում ես, եթե քան կույր եմ, որ չեմ հասկանում, դու էլ կմատնես ինձ։ Ամեն ինչ իր հունով գնում է, ոնց ծրագրել է երկինքը, տենց էլ գնում է, թյուրիմացություններ չեն լինում Աստծո ծրագրերի մեջ, բաց թողումներ չեն լինում, անուշադրությունից չի լինում, որ այնքան անուշադիր էինք, մեկ էլ մի պահ բաց թողեցինք, այ մարդ, սենց ոնց կլինի։ Երկնքում ամեն ինչ հստակ գծած է սիրելիս, ու ամեն ինչ իրականանում է Տիրոջ կամքով։ Ասեց ձեզնից 12-ին ընտրել եմ, ու մեկը սատանա է։ Հետո հարց առաջացավ, թե ով է այդ սատանան, 13-րդ գլխի 26 խոսքում Հիսուսը պատասխանեց. նա է, որ ես պատառը թաց կանեմ եւ կտամ նրան, եւ պատառը թաց արեց եւ տվեց Հուդա Սիմոնյանին, Իսկարովտացուն։ Եվ պատառից հետո սատանան մտավ նրա մեջ, եւ Հիսուսը նրան ասեց. ինչ որ անում ես, շուտով արա։ Հետաքրքիր է, երբ մտավ սատանան Հուդայի մեջ, ում քայլից հետո մտավ, երբ որ Հիսուսը տվեց պատառը, ստեղ էլ ինքը որոշեց երբ մտնի։ Հետո գիտեք ինչ ասում, ասում է, ինչ անելու ես շուտ արա Հուդա, ես քեզ թույլ եմ տալի, գնա ինձ մատնի, գնա սկսի քանդել։ Պատկերացնում եք, գնա սկսի քանդել իմ տաճարը, գնա,
Քանդելու հրամանը տալիս եմ, շարժվի։ Ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է սիրելիս։ Շատ հաճախ մեր կյանքերում էլ Տերը քանդելու հրաման է տալիս։ Քանդելու հրաման է տալի ու դու զարմանում ես, հա։ Ես ինչա կատարվում հետս, հա։ Մենք ուղղակի պիտի թույլ տանք Տերը քանդի այն ինչ որ պետքա քանդվի։ Ցավոք շատ քրիստոնյաներ տենց էլ թույլ չեն տալի։ Տենց էլ թույլ չեն տալի քանդի իրանց ստի, նախանձի, չներման, շնության, մեղքի տաճարը։ Թե Հիսուս 7 տարի կառուցել եմ, ուր ես քանդում։ Քանդումա որ նորը սարքի։ Ուրիշ բան է ուզում սարքի։ Իրա դիզայնը մեր ֆանտազիայից դուրս է։ Իրա սարքած ուրիշ է, սիրելիս իմ ու քո կյանքում։ Մեն ինչ որ ինքն է սարքում, աշխարհի ամենաթանկ դիզայներին է 10, ոչ մի ձևով չի կարա։ Այս նոր AI-ա, EE-ա, չգիտեմ ինչ անուն են դրել այդ ուղեղին։ Այդ նոր ուղեղն չի կարա դիզայն անի, հա։ Որտեվ միակ դիզայները են անդեղա։ Իրա դիզայնը չի փոխվում։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Գիտես երկնային դիզայնը չի փոխվում։ Խնձորի ծառը նույն խնձորի ծառն է։ 100 տարի առաջ էլ էր նույնը։ Շորերը ամիսի մեկ փոխում են, տարին մեկ փոխում են, որովհետև էլ չի նայվում, որովհետև մարդու ստեղծած է։ Մեքենայի տեսքը օրը մի ձև կլորացնում են, շենքերի տեսքերը մի ձև փոխում են, տարին տարու վրա, 100 տարին 100 տարու վրա փոխում են։ Երկնային դիզայնը չի փոխվում։ Այն ինչ որ Աստված ստեղծել է, իդեալական սիրուն է։ Այնքան սիրուն է, որ մեջը մի հատ արհեստական մարդու ստեղծած բանից գցում հերվից երևում է։ Չի բռնում դիզայնի հետ, ասում ես մի բան այն չի, էս ինչ է։ Մեկի նայում ես սիրուն բնություն, ասում ես այ դիզայնի մեջ մի բան այն չի։ Նայում ես տեսնում ես այնտեղ մի հատ պլաստմասայից շիշա գցած մարդու։ Չի սազում։ Հենց որ Աստված մեր կյանքում ամենալավ դիզայն ունի, սիրելիս։ Ուղղակի շատ հաճախ գալիս ասում է թույլ տուր քանդեմ որոշ բաներ, հա։ Որոշ տաճարներ թույլ տուր քանդեմ քո կյանքում, որ կարողանամ նորը կառուցեմ։ Բիզնեսմեն ես, մեկ էլ տեսնում ես, այ մարդ ոնց որ ամեն ինչ լավ էր, փետ մեկ էլ գնաց։ Կործանվում է ամեն ինչ։ Էս ինչ եղավ, էս ինչ հարցակում է, Տեր Աստված չես տենում է ինքն է կազմակերպել։ Ինչի՞ սխալ տեղ էր գնում, քանդում է նոր բան սարքի, մինչև չքանդի չես գնալու նորի մեջ։ Եկել է քանդի, որովհետև 3 տարի հետո ոչ թե քանդվելու է, փլվելու է։ Հիմա քանդում է, որ շատ չտուժվես, խելքի գաս, սկսես ճիշտ տեղ կառուցել, որովհետև այն ինչ որ սկսել ես 3 տարուց քանդվելու է, կործանվելու է։ Էս խի սենց եղավ։ Ինչ որ մեկի հետ ընկերություն ես անում, ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, մեկ էլ փոթորիկը սկսվեց, քանդվում է։ Ասում ես, էս ինչ եղավ այ մարդ։ Մեր տան վրա հենց ես պիտի գար, էս ինչ պատմություն եկավ, ստեղ եղավ։ Միգուցե Տերն է քանդում։ Քանդում է, որովհետև մի բան նենց սարքած չի։ Մի բանի այն որ սարքել ես Հիսուսն ասում է, ես եմ անկյունի գլուխը, անկյունակարը։ Այդ անկյունակարի տեղ ուրիշ բան ես դրել։ Ժամանակակից մոդայի գսյուն ես դրել։ Ու չի պահում։ Անկյունակար չի։ Տերը ասում է, հələ խամ ես, մի հարկ ես սարքել, մտածում ես լավն է, բայց վրան 2 հարկ ես սարքես փլվելու է, արի հիմիկ բանից քանդեն։ Նորմալ անկյունակար կդնես, այն քարը, որ շինողներն անարգեցին, անկյունի գյուլուխ եղավ։ Տերից եղավ, ասում է, ու ձեր աչքին զարմանալի է։ Այդ անկյունի գլուխը կդնես, ամեն ինչ կգա իր տեղը։ Քանդեք տաճարը, չկարծեք թե ինչ որ մի բան առանցին զարվում է, քանդեք, ես կսարքեմ։ Չմտածեք թե ես, չգիտեմ, այս իրավիճակում չեմ կարա դուրս գամ, բարդ է 46 տարում եք սարքե։ Քանդեք, այդ տաճարը էլ ձեզ պետք չի։ Հերիքա հույս դնեք այդ տաճարի վրա։ Մեկը չքանդեք էլ, գիտեք, երբ որ Հիսուս ասեց քանդեք տաճարը, դրանից մի քանի տասնամյակ հետո մեկը հռոմեացիները քանդեցին այդ տաճարը։ 2 օր էսկոմ, 2 օր ենկամ։ Բայց գիտես ինչն է, քանի դեռ տաճարը կար, քանի դեռ Երուսաղեմում կար տաճարը, իրական տաճարին հրեաները չէին ուզում նայեն։ Իսկական տաճարը Հիսուսն էր։ Բայց քանի դեռ կար այդ արհեստական տաճարը, որը արդեն էլ Աստծո ծրագրերի հետ էլ կապ չուներ, չափերի հետ էլ կապ չուներ, Աստծո տված գծագրով տաճարի հետ էլ կապ չուներ։ Մոտավոր մի բան Հերովդեսը սարքել էր, որ հրեաների դուրը գար։ Հիսուսն ասում է, հերիքա նայեք այդ ձեր տաճարին։ Ձեր տաճարը ձեզ չի կարա փրկի, մոռացեք, քանդեք, սա նոր տաճար է եկե,
Քանդեք, որ աշկերները, տեսողությունները, հույսերը, փափագները ընդեղից թեքվի դեպի ինձ։ Քանդեք, որ սարքեմ։ Այս ամեն ինչը ձեր սարքած տաճարն էլ է իմ հսկողության տակ։ Ձեր սարքած տաճարի քանդելու թույլտվությունն էլ եմ ես տալու։ Կմարգարեանամ անգամ, որ քարքարի վրա չի մնալու ձեր սարքած տաճարից։ Հիմա չեք ուզում քանդեք, հետո փլվելու է, փշրվելու է։ Ամեն ինչ սիրելիս, մենք մի բան պետք է հասկանանք, հա։ Կարևոր մի բան, որ իմ ու քո կյանքում, այս երկրագնդի վրա, հոգևոր աշխարհում ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է։ Ամեն ինչ, անգամ սատանան ու դևերն էլ։ Երբեք չմտածես, որ սատանան, չգիտեմ, պատկերացնում ես քնի ու արթնանա սատանան մի օր։ Արթնանա ասի, մի հատ ինչ օին խաղամ Աստծուն, քանի դեռ չի իմանում։ Մի հատ գաղտնի բան անեմ, շոկի մեջ գցեմ։ Դա ծիծաղալու է։ Ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է։ Ամեն քայլը ես երկրագնդի վրա, այդ հենց Աստված ունես դու։ Ավելին ասեմ քեզ, այդ հենց Հայր ունես դու։ Հիսուսը ասեց, ես գնում եմ իմ հոր ու ձեր հոր մոտ։ Փառք Տիրոջը։ Ասեց, ես գնում եմ իմ հոր ու ձեր հոր մոտ, որ բոլորի այդ կեղծ ուսմունքները, սխալ բաները վերացնի։ Ասեց, գնում եմ իմ հոր ու ձեր հոր մոտ, իմ Աստծու ու ձեր Աստծու մոտ։ Մեզ բերեց հավասարացրեց իր մոտ։ Հա? Մեզ բերեց որդեգրեց, նստացրեց իր կողքը, որ հասկացնի, որ ոնց որ հայրը իմ համար է հոգ տանում, նենց է ձեր համար է հոգ տանում։ Մի բան է մենակ խանգարում, մեկ թողեք քանդենք այդ տաճարը։ Քանդեմ, որ կարողանամ նորը կառուցեմ։ Թե չէ սաղ իմ ձեռն է, գիտեք, ամեն ինչ է Տիրոջ ձեռը։ Ես մի քանի տեղ եմ ուզում կարդամ, մեկ մարդիկ մտածում են, թե չգիտեմ, Աստված չնկատեց, սատանան գաղտնի եկել է, իր կյանքը կործանում է։ Չէ, սիրելիս, Տերը ամեն ինչ տենում է։ Գրված է Առաջի Թագավորաց 16-14-րդ խոսքը ասում է. Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից, եւ Տիրոջ կողմից մի չար հոգի նեղում էր նրան։ Չար հոգիներն էլ են Տիրոջ հսկողության տակ, որ մի վարքյան ուղղակի Աստված կանգնի սատանային ու հրեշտակներին ասի չորացեք, իրանք կչորանան։ Լիքը մարդիկ հիմա կասեն, ադե թողանի պրծնենք էլի, հերիք չի տանջում են մեզ, հա, չէ։ Ամեն ինչ իր ժամանակ ունի, դրա օրն էլ է գալու։ Գիտեք ինչ է գրած Հայտնության 20-րդ գլխում, գրած է մի հատ հրեշտակ, ընդամենը մի հատ հրեշտակ։ Դժոխքի բալաները իր ձեռն էր։ Դու պատկերացնում եք, դժոխքի բալանները սկի սատանայի ձեռը չի։ Իր տարածքի տերը սկի ինքը չի։ Ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է։ Կյանքում չմտածես, որ սատանան ինչ որ մի հատ վախենալու բոբոձածա է, որ չգիտեմ, կարող է հարցակվի քո վրա կուլ տա։ Սատանան մոտենում է, գիտես ուր, սատանան մոտենում է իր տարածքին հիշի։ Սատանան Աստծո տարածքին չի կարա մոտենա։ Եթե քո մեծ սատանայի տարածք կա, այդ վաղտ կարա քեզ մոտենա։ Եթե քո մեծ սատանայի տարածք չկա, ինքը չի կարա քեզ մոտենա։ Հիսուսը ասեց սատանան գալիս է, բայց իմ մեջ ոչի բան չունի։ Չի կարա բան անի ինձ։ Հետս բան չունի։ Բայց եթե տեղ ես տալիս իրան, իր տարածք ինքը կարա գա։ Անիծում ես, բամբասում ես, հենց սկսում ես տեղ տալ, գալի տեղավորվում է։ Բայց եթե դու Տիրոջ հետ ես, ինքը չի կարա քեզ մոտենա։ Չունի այդ հնարավորությունը սիրելիս, որովհետև դրա թույլտվությունն էլ է Տերը տալիս։ Երբ որ Սավուղը իրան վատ էր պահել, գրածա Տիրոջ հոգին հեռացավ, ու Տերը Տիրոջ կողմից, Տերը թույլ տվեց, որ մի հատ չար հոգի գա ու տանջի իրան։ 4-րդ Թագավորաց 19-7-ում գրածա. Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ եւ նա մի լուր կլսի եւ կդառնա իր երկիրը եւ սրով կընկնի իր երկրում։ Տեսեք Աստված ինչքան հեշտ կարա ցանկացած չարի հրամայի ուղակի գնա իմ ծրագրերը իրականացրու։ Սատանան երբեք չի կարա մի հատ հրեշտակ օգտագործի իր համար։ Բայց դևերն էլ, սատանան էլ, հրեշտակներն էլ բոլորը Տիրոջ հսկողության տակ են։ Այդ հենց Աստված ունես դու։
բոլորը, ամեն ինչա Տիրոջ հսկողության տակ։ Երրորդ թագավորացում մի հատ պատմություն կա, ասում է թագավորը իրան լավ չէր պահել եւ պետք էր որ գնար կործանվեր, որովհետեւ Տիրոջ դեմ էր դուսեկի։ Իսկ Տիրոջ դեմ դուս գալը արդեն պարտություն է։ Մի անգամ Պողոսը փորձեց Տիրոջ դեմ դուս գա, Հիսուսն եկավ ասեց. «Լսի տղա ջան, որ մի խելոք մարդը, աշխարհի որ մի խելոք մարդը քացով, ոտով կխփի սուր գերանին, ոչ մեկ չէ»։ Ասես բախի ես իմ դեմ դուս եկել, դժվար է քեզ գերանի սուր գերանին ոտով խփելը մեր բեռերով ասած, քո ոտնա ցավալու, ուր ես դուս եկել, ում առաջ ես դուս եկել։ Սաղմոս 78:49 Տեսեք ինչ ա գրած, իր բարկության բոց ուղարկես նրանց վրա, սրտմտություն, բարկություն եւ նեղություն, չար հրեշտակներ ուղարկելով։ Ամեն ինչ ա Տիրոջ հսկողության տակ սիրելիս, անգամ չար հրեշտակները։ Դրա համար երբ որ մենք նայում ենք ֆիլմը, հա, ոնց են Հիսուսին ծեծում, ոնց են տանում խաչում, ոնց են տանում գերեզմանը։ Գիտես կողքից տպավորությունն է, թե այնքան անճար էր Հիսուսը։ Այնքան անճար էր այդ պահին։ Չհասցրեց մի բան ղեկավարի, չկարացավ կանգնացնի, ասի մի խփեկել ինչ կլինի ցավում է։ Չէ, մինչև վերջ արեց այն ինչ որ պիտի աներ սիրելիս։ Այդտենց Աստված ունես դու, մինչև վերջի մարգարեությունը չարեց չմահացավ։ Գրած այն ամենացավոտ տեղում, այն որ արդեն ծեծված է, արդեն խաչի վրա է, մեխերը, այդ Իսրայելի շոքը, արունը, այդ ցավերը, ջարդած ոսկորները, նու ջարդած չէ, ցավացած ոսկորները։ Այս ամեն ինչի մեջ գրած է, որպիսի մարգարեությունը կատարվի, ասեց ծարավեմ։ Ոչ թե ծարավեմ, այլ մարգարեության մեջ գրած է, որ պետք է ասեմ ծարավեմ, ասեց ծարավեմ ջուր բերեք, այս վերջի մարգարեությունն էլ, վերջին էլ կատարեմ, ինչ որ պետք է անեմ, նոր գնամ։ Ու երբ որ արդեն ամեն ինչ եղել էր, էլի, գիտեք, ինքը իր մահվան հրամանն էլ տվեց։ Գրածը ասեց կատարվեցավ ու շունչը փչեց։ Ինչ պետք է, ոնց գծած է, ես եմ իրավիճակի տերը։ Ես եմ իրավիճակի տերը։ Կապ չունի, որ ինձ հիմա ծեծում են, ես եմ իրավիճակի տերը։ Պիղատոսը մտածեց ինքը շենց շատ մեծ եսիմով է։ Ասես դու չգիտես ես իշխանություն ունեմ, ինչ ուզեմ քո հետ անեմ։ Այնքան ծիծաղալու էր Հիսուսի համար իր ասածը։ Պատկերացնում եք Պիղատոսով ինքով ու կանգնել է, ոնց որ հիմա մի հատ մրճուն գա ինստեղ, պատկերացնում եք մի հատ մրճուն գա ստեղ ու ինձ ասի, լսի դու գիտես ես իշխանություն ունեմ, հիմա քեզ բեմից իջացնեմ կամ բարձրացնեմ։ Լուրջ ես ասում, հա։ Հիսուսն ասեց դու տենց էլ չհասկացար։ Այդ վրիտ պագոնների հսկողությունն էլ է երկնքում։ Այդ պագոնները էլ է ինքը տվել։ Մի հատ այսենց անեմ, այսենց։ Եթե մի հատ այսենց անեմ, երկնքից մի հատ այնց հրեշտակների լեգիոն կգա, այսենց փոշի կանի ձեզ կգնա։ Քեզ էլ քո զորքին էլ մի հատ ասես գունդ կանչեմ երկնքից։ Մի հատ հորը ասեմ, մի հատ գունդ ուղարկի։ Բայց հիմա ես ուրիշ բան, ուրիշ ծրագիր ունեմ։ Հիմա ուզում եմ Պիղատոս, քո ու քո նմանների համար խաչվեմ։ Ես գնում եմ սա բոլորիդ փրկեմ։ Դրա համար մտածի, լավ, մրճուն ջան, մտածի, որ դու կարաս ինչ ուզում ես անես։ Տես մտածի։ Ես հո գիտեմ ով է այս իրավիճակի տերը։ Սատանան է մտածում էր բռնցրել եմ, հեսա խաչում եմ, չէ սիրելիս։ Խաչելության իրավիճակի տերներ էր Հիսուս։ Քո կյանքի ամեն իրավիճակի տերն է Հիսուսը։ Գալիք բոլոր իրավիճակների տերն է Հիսուսը։ Այս աշխարհը որ խառնվում է շատ արագ ու շատ շուտով գնում է կործանման ու էլ հետ դարձի ճամփա չունի, հույս չտաս քեզ։ Այդ իրավիճակի տերն է Հիսուսը։ Եթե կարդաս հայտնության գիրքը,
Մարդիկ վախենում են հայտնության գիրքը կարդան, որովհետև կոտորած է։ 2 միլիարդ ստե է մեռնում, 1 միլիարդ ընդե է մեռնում, 1 միլիարդի վրա կրակայշնում, մյուս միլիարդին կենթանիներ են սպանում, են մեկին թույնում, են մեկին եսի ինչ։ Ուժս է, կատաստրոֆա է մենակ։ Ինչ կարդում ես, երկնքից կրակեր իջնում, մարդիկ փախնում, պարկվում են, այս ամեն ինչը, այն ամեն ինչը։ Գիտես ինչ։ Այդ ամեն ինչը ոնց է սկսում։ Ամեն ինչ սկսում է նրանից, որ ասում է լավ, իմ բարկությունը լցվել է արդեն։ Ժամանակն է սկսենք։ Ով կբացի կնիկները, որ պատերազմները սկսեն, որ պատուհասները սկսեն։ Մենակ Հիսուսն է գտնվում, որ կարա բացի, ու բոլոր պատուհասների ստարտը Հիսուսն է տալի։ Ինչքան վատ բան լինելու է երկրի վրա, դրա թույլտվությունը Հիսուսն է տալի։ Ամեն ինչ է իր ձեռքերում, հասկանում ես։ Երբ որ մենք հասկանում ենք ով է մեր Աստված, մենք սթափվում ենք։ Երբ որ մենակ մտածում ենք մեր պապան է, քան լավն է, շատ լավն է, նմանը չկա, բայց արդար դատավորել է։ Արդար դատավորել է ու մոտենում է ժամանակը, որ իր դատաստանը ցույց տա մարդկությանը։ Տեսեք, ես մի երկու տեղ կարդամ հայտնության գրքից, որ դուք պատկերացնեք, որ ամեն ինչ Տիրոջ ձեռքերում է, ոչինչ առանց իր հսկողության, այն որ ասում են կոնտրոլից դուրս եկավ, այս երկրագունդը երբեք Աստծո կոնտրոլից դուրս չի գալու, սիրելիս։ Ուզում է աշխարհը ամեն երկիր մյուսի վրա ատոմային բոմբ գցի։ Երբեք երկրագունդը թեկուզ մի վայրկյանում Աստծո կոնտրոլից դուրս չի գալու։ Ամբողջ արարչությունը, տիեզերքը Տիրոջ ափի մեջ է։ Չարնել հետը։ Ամբողջը չարնել է արարված իր կողմից։ Բոլորը Տիրոջ ձեռքերի մեջ են։ Ոչ մի բան չի կարա яра։ Մեկ մենք գիտես sense անուշադիր ենք լինում կամ մի քիչ լպրծուն ա լինում ինչ որ մի բան մեր ձեռքում, մեկ էլ ասում ենք վայ պլստած ընկավ, կներեք այդ բառի համար։ Սղած ընկավ ձեռքից ջարդվեց, լավ չէ բռնե ջարդվեց։ Աստված իր ձեռից բան չի սղացնում, սիրելի, սա իր ձեռի մեջ է։ Երբեք ոչ մի բան չի պլստում ընկնում։ Մի ամիտ կոնտրոլից դուրս եկավ, հսկողությունից դուրս եկավ։ Կյանքս դարել է դժոխք, Տիրոջ հսկողությունից դուրս է եկել, սուտ է։ Կամ դու ես սարքում դժոխք, Տերը չի խառնվում։ Կամ Տերը ինչ որ բան է թույլ տվել, որ քեզ ինչ որ մի ճահիճից հանի, տաճարդ քանդում է, որ նորը կառուցի։ Մի բան են չի քո կյանքում։ Հա, Աստված երբեք չի թողում քեզ հսկողությունից դուրս։ Հայտնություն 6:7 Եվ երբ որ 4-րդ կնիքը բացեց, գիտես ով բացեց։ Հիսուսը։ Հարևաններից մեկը չէր, հրեշտակը չէր, դևը չէր, սատանան չէր։ Երբ որ 4-րդ կնիքը բացեց, 4-րդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի ու տես»։ Եվ տեսա մի դեղնականաչավ ունձի եւ նրա վրա մի նստող, անունը Մահ, եւ դժոխքը գնում էր նրա հետևից։ Եվ իշխանություն տրվեց նրանց աշխարհի 4-րդ բաժնի վրա սրով, սովով, մահով, երկրի գազաներով սպանեն։ Գրածա իշխանություն տվեց նրանց։ Ով տվեց իշխանություն։ Հիսուսը, տեսեք, Հիսուսը իշխանություն է տալիս դժոխք անունով մի հատ դևի ու մահվան հոգուն։ Տենց էլ գրած է։ Դժոխքն ու մահը գնում էին նրա հետևից։ Երկուսին իշխանություն տվեց այս երկրի վրա պատոհասներ անելու։ Մահը սպանում էր, լցնում էր դժոխքի մեջ, սպանում էր, լցնում էր դժոխքի մեջ։ Դժոխքն էր լցնում։ Երկու դև իրար հետ գործի մեջ են։ Ով է իրանց իշխանություն տվել։ Հիսուսը։ Առանց Հիսուսի այս երկրագնդի վրա ճանճել չի տզում, սիրելիս։ Առանց իր թույլատվության ճանճել չի տզում։ Փառք Տիրոջը։ Հայտնություն 16:9 Եվ տրվեց նրանց, որ մարդկանց խորշակահար անեն կրակով, եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տակով եւ հայհոյեցին Աստծո անունին, որ այս պատոհասների վրա իշխանություն ունի եւ չապաշխարեցին, որ փառք տան նրան։ Տեսեք ինչ ասում։ Մեծ պատոհասներ կան մարդկանց կյանքերում, գրածա հայհոյեցին Աստծուն, ով որ իշխանություն ունի այս պատոհասների վրա։ Ամեն ինչ իր հսկողության տակ է։ Եվ երբ որ պատոհաս է գալիս, սիրելիս, երբ որ խնդիր է գալիս, ոչ թե պետք է ասես Աստված բաուր ես, չեմ ուզում էլ քեզ, անունը չլսեմ, չտենամ, չէ սիրելիս։
ասում է փոխանակ ապաշխարեին այդ ամեն ինչից հետո մարդիկ հայոյեցին Աստծուն, չապաշխարեցին, որ փառք տան նրան։ Երբ որ խնդիր է գալիս, սիրելիս, խնդիր չի գալի, որ մեզ գցի։ Երբ որ խնդիր է գալիս, խնդիրը գալիս է մեզ սովորացնի, ու երբ որ դու մտնում ես խնդրի մեջ, ժամանակն է, որ ասես Տեր, ես չգիտեմ, ես խի եկել, եթե ես մի սխալ բան եմ արել, ների ինձ, եթե մի սխալ պատ եմ կառուցել, քանդի, ես քեզ փառք եմ տալի, գիտեմ, որ դու ինձ խնդրից հանող Աստված ես։ Այսպես մոտեցի քո խնդրին։ Ամեն։ Երբ որ ասում ես լավ չտեսար ոնց եկավ ես ամեն ինչը վրես։ Իմ համար գնում էի, խի թողեցիր ավարյա տայի։ Էլ ուրիշ բան չէր կարա անել ելներ։ Նա ուշադիր լինեիր էլի։ Չես ելես, եթե գնացել թեթև կպել ես դեմի մեքենային, ասա Տեր ջան, կներես որ անուշադիր էի։ Բայց փառք ես Տեր ջան, որ պահեցիր, ուժեղ չխփեցի, ես կենթանի եմ, այդ մեքենայի մեջի մարդը կենթանի է։ Մեկ էլ այդ մեքենայի մեջի մարդը դուսա գալիս ու ասում է. «Բայ լսի, բան չի եղել, լավ քշենք գնանք»։ Տեսնում եմ նեղվել ես, առես 100,000 ռուբլին էլ իմ կողմից մի հատ ռեստորան գնա։ Ասում ես գիժա, գիժ չէ, փառք ես տվի Աստծուն, Աստված ամեն ինչ փոխել է։ Երբ որ փառք ես տալի, իրավիճակը փոխվում է։ Մարդիկ էլ են փոխվում, իրանք էլ չեն հասկանում ինչ քայլեր են անում։ Բայց երբ որ ասում ես, «Էս ինչ օին խաղացիր, դժվար էր հսկեիր այդ բանը չլիներ»։ Ասում է եւ խոշակահար եղան մարդիկ սաստիկ տակով եւ հայոյեցին Աստծու անունը, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, եւ չապաշխարեցին, որ փառք տան նրան։ Ցեք ինչքան դաժան է։ Աստված բոլոր պատուհասների վրա իշխանություն ունի։ Ինչ որ վատ տակ է գալու, ես չգիտեմ այդ ինչ տակ է լինելու, բայց աշխարհը վառվելու է այդ տակից, որովհետև գրած է խորշակահար եղան։ Գլոբալ տակացում կլինի, թե չգիտեմ, ինչ որ արևը սպիշկա կտա, ինչ որ մի վատ բան գալու է այս երկրի վրա, բոլոր վատերի մեջ։ Բայց նրա համար չի ասում, որ մարդիկ մեռնեն, նրա համար է, որ սթափվեն, ապաշխարեն։ Ասում է, բայց չապաշխարեցին ու հայոյեցին Աստծուն, որ այս բոլոր պատուհասների վրա իշխանություն ունի։ Աստված իշխանություն ունի ամեն ինչի վրա։ Ոչ միայն իշխանություն ունի, Աստված ոչ միայն իշխանություն ունի քո կյանքի վրա, ինքը իշխանություն ունի քո կյանքը փոխելու վրա էլ, սիրելիս։ Դեպի լավը փոխելու։ Ասում է քանդեք տաճարը, որ նորը կառուցեմ։ 3 օրում կկառուցեմ։ Աստված ժամանակի խնդիր չունի, 46 տարվա տաճարը 3 օրում կկառուցի։ Տեր Աստված նենց հեշտ ես ասում, իմ 32 տարվա ընկերուհիս է, դպրոցից իրար հետ ենք, հա գիտեմ շատ է բամբասում, անիծում է, բայց ոնց որ 2 քուր ելնենք, բա ես ուրիշ ընկերուհի չունեմ, Աստված ասում է քանդի, քոնը չի, 3 օրից քեզ լավ ընկերուհի եմ տալու, բարի, հավատքով լցված, ախր իմ հինն է, քանդի, 46 տարի սարքել եմ, քանդի, իմ համար 3 օրը հերիքա քո 46 տարա տառապանքը 3 օրում անելու համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է, սիրելիս։ Մատթեոս 10:28 Մի վախեցեք նրանից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանցից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մեջ։ Այստեղից սկսվում է հենց քո համար։ Չէ որ 2 ճնճղուկ մի դանակի են ծախվում, եւ նրանցից մեկը չի ընկնի գետին առանց ձեր հոր, իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարված են։ Ուրեմն մի վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք։ Այսինքն Աստված ունես դու։ Ես կխնդրեմ ոտքի կանգնես։ Ասում մի վախեցեք, ձեր հայրը քո գլխի ամեն մազից տեղյակ է։ Ամեն բան հորս կողության տակ է, սիրելիս։ Ամեն բան, ուղղակի մեկ-մեկ ինքը քեզ մենակ է թողում հատուկ, որ քո մեղքերի հետ հարցերը լուծես։
Մեկ-մեկ մենակա թողում, որ դու մեծանաս։ Էլի մենակ չես, էլի հետը տա։ Բայց թողումա քեզ մենակ զգաս, որ մեծանաս։ Դու ասում ես, ես ինչ-որ ննգա, այսքան աղոթներս ջուրում գնաց, պարտքերը եկեք ու ինձ կուլ են տալիս։ Մեկ-մեկ Աստված հատուկ մեր հայազգին առավել ևս, մեր հայերին մենք սիրում ենք պարտք վերցնել։ Ուրիշ ազգեր չեն սիրում, որովհետև որ ուզենել իրանց հարմարից մեկը չի տալու։ Մենք սիրում ենք իրար տամար մտնենք, իրարից գումար վերցնենք։ Մեկ-մեկ Աստված հատուկ թողումա, որ ընկնես պարտքերի ճայճի մեջ խեղդվես, որ դասալնի էլ կյանքում պարտ չվերցնես։ Մեկ-մեկ թողում Աստված։ Դու մտածում ես ինքը այդ վաղ հետը, չի հետը դա, բայց թողումա մենակը տանցնես խելքի գաս։ Ամեն ինչ իր հասկողության տակ է։ Ամեն ինչ։ Մի անգամ հայրը որդուն տանում է անտառ, աշկերը կապում է, նստացնում է մի հատ ծառի տակ, աշկերը կապում է, ասում է տղես, դու արդեն մեծացել ես, այսօր քո հասունության տեստն է, ես կապում եմ քո աշկերը, անտառը խուլ անտառ, գայլերի ձեներ, չգիտեմ, վայրի գազաններ շատ, ասում ես աշկերդ կապում եմ, եթե դիմանաս մինչև առավոտ, այսենց նստած, ու կապը չարցակես, դու տղամարդկության տեստը անցար։ Այս տղեն գիշերը նստած, տարբեր ձեներ լսում, մոտիկ, հեռու, դիմանումա, մեկ է զգում է աշկերի առաջ, որ այդ մթության մեջ լույս է երևում, հասկանում է, որ արդեն առավոտ է։ Աշկերը բացում է, հորը տենում ասում է, վայ պապ, դու արդեն եկել ես, ասում է, չէ բալես, ես չէ էլ գնացե, ես միշտ քո հետ եմ, այն ժամանակ, որ ինչ ես տենում, ես մեկը քո հետ եմ, ինձ ուղղակի պետք էր դու մենակդ այդ տեստը անցնես տղամարդկության, ինձ պետք էր դու մենակով շարժվես, քեզ մենակ զգաս, բայց դիմանաս, քեզ մենակ զգաս, բայց չհանձնվես, ես միշտ էլ քո հետ եմ։ Հələ այն ժամանակ, որ մտածում ես պապան գնացել է տուն, այն ժամանակ ամենամոտիկն եմ, դեմդ նստած եմ, ամբողջ գիշեր նստել նայել եմ քեզ, չեմ շարժվել, չեմ շնչել նենց, որ զգաս, ուղղակի նստած հիացել եմ քեզանով, դու էլ այդ րոպեին այնքան անկեղծ ես, որովհետև չգիտես, որ քեզ մեկը նայում է, վախենում ես, դողում ես, անկեղծ ես, նստել հիացել եմ քո անկեղծությունով, արդեն եկել ես, չէ էլ գնացել, Աստված չի գնում քո կյանքից սիրելիս, Աստված երբեք քո կյանքից չի գնում, ինքը նստած է, մեկ աշկերտ փակում է, որ իրան չտենաս քո համար, որ հասունանաս, որ մաքրվես, որ մեղքը թողես, որ ճիշտը բռնես, թողում է, որ աճես, թողում է, որ տղամարդ կանաս անգամ եթե քուրիկ ես, որտև հավատքի մեջ տղամարդկություն է պետք, առանց տղամարդկություն հավատը չկա։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն, Հիսուսը քո հետ է, Հիսուսը սիրում է քեզ ու Հիսուսը հենց քո կյանքում հարություն առել, հա, հենց քո կյանքում, լավ, կյանքում չթողես սատանան հարության հայտնությունը գողանա քեզանից։ Մի պահ պատկերացնես, որ մնացել ես մենակ, այն որ ասում Աստծո երեսից ընկած ես, մարդկանց երեսից ընկած ես, սուտ է։ Դու կարաս քեզ չարչարես, գցես Աստծո երեսից։ Ամեն ինչ անես, այն անառակ որդու պես, որ ասում գնացել էր, ինչ կար չկար վեկալ ես գնաց։ Բայց մեկը գրած է հայրը կանգնած սպասում էր, հերվից տեսավ տղուն։ Իր աշկը մեկա տեղա, սպասում է ու հավատում է, երեխես գալիս է, այդ հենց Աստված ունես դու սիրելիս, Տերը օրհնի քեզ, Աստծո օրհնությունը քո հետ լինի, ես խնդրելու եմ քեզ ուղղակի, ոչ մի ուրիշ տաճար քո ներսում մի պահի, թող քանդվի ամեն տաճար, որ սատանան փորձում է կառուցի, որ երկնային տաճարից տեսողությունդ գողանա, Հիսուսի անունով։ Աստված օրհնի քեզ, փառք Տիրոջը,
Աստված օրհնի քեզ։ Մենք այսօր հաղորդություն ենք ունենալու սիրելիս, հետո համ երկնային հյուրասիրություն ենք ունենալու։ Հետո ես բախտ վիճակվեց այսօր սենց անտեղով անցնում էի, տեսա, որ երկրային էլ լավ հյուրասիրություն ունենք։ Մի հատ ստեղ հյուրասիրվենք, մի հատ այնտեղ հաղորդություն կունենանք, հետո գնանք շփման։ Բայց մինչև այդ ես ուզում եմ մի կարևոր հարց տամ։ Ովքեր են այսօր առաջի անգամ այստեղ մեր մոտ, եթե առաջի անգամ ես պարզի ձեռքդ ողջունենք քեզ։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի բոլորիդ, Տեր օրհնի ձեզ, սիրելիս, մի բան եմ ուզում մենք անենք։ Մենք այսօր հաղորդություն պիտի ընդունենք, բայց դու չես կարող ընդունել մինչև չգաս առաջ Տիրոջը չընդունես։ Եթե առաջի անգամ ես կյանքը դեռ Տիրոջը չես տվել, դեռ Հիսուսին չես տվել, ես խնդրելու եմ, իջի առաջ մի կարճ աղոթք անենք իրար հետ։ Աստված օրհնի քեզ, արի ծափահարենք իրանց։ Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի ձեզ։ Եթե համացանցով եք նայում առաջի անգամ եք դուք էլ միացեք մեզ։ Այսպես կանգնեք ստեղ, լավ։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ամեն մեկիդ, փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, Տեր օրհնի ձեզ, փառք Աստծուն, ես էլ կիջնեմ ձեր մոտ, եկեք մենք սպասում ենք ձեզ, եթե առաջի անգամ ես, այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, կյանքը դեռ Տիրոջը չես տվել, Հիսուսի հետ հարաբերությունները դեռ չես պարզել, այսօր քո օրն է, Աստված օրհնի բոլորից, սիրելիներս, այսպես կանգնեք բոլորը, կանգնեք այսպես, եկեք այս կողմ, եկեք կանգնեք ստեղ Տեր օրհնի բոլորիդ, Տեր օրհնի ձեզ, Աստծո օրհնությունը ամեն մեկիդ հետ լինի, փառք Աստծուն ամեն մեկիդ համար սիրելիներս, փառք Տիրոջը ձեր համար, գիտեք ինչի համար եմ ձեզ կանչի առաջ, դեռ գալիս են, լավ, եկեք մի րոպե էլ սպասենք, փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն, փառք Տիրոջը, Տեր օրհնի քեզ հրաշք, փառք Աստծուն, գիտեք ինչ եմ ձեզ կանչել սիրելիներս, ուզում եմ մի կարճ աղոթք անենք իրար հետ, այս աղոթքը կարճ է, բայց այնքան երկար պատմություն ունի, այնքան մեծ օրհնություն ունի, գիտեք ինչ ենք աղոթելու, գալու ենք Տիրոջ առաջ ասենք Տեր Աստված, կներես եթե մի բան սխալ եմ ալել, կյանքս քեզ եմ տալի, Տեր Հիսուս, հավատում եմ, որ դու իմ համար խաչվել ես, որ ես ապրեմ, տալիս եմ կյանքս քեզ, ուզում եմ դու ինձ առաջնորդես, ամեն Կարճ աղոթքա, կաղոթեք իմ հետ, հա? Եթե կաղոթեք, ես խնդրելու եմ, փակես աշկերդ ու իմ հետ կրկնես, հա? Ասա երկնային Արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում, իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար և երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ, թագավորի իմ կյանքում և մկրտի ինձ քո Սուրբ Հոգով, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն, ամեն, փառք Տիրոջը, Տեր օրհնի ձեզ, թող Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, Աստծո օրհնությունը ձեր հետ լինի, դու հենց նոր երկնքի երկրի առաջ ասացիր իմ Տերը Հիսուսն է, սատանա դու իմ հետ գործ չունես, թող Աստված օրհնի քեզ, ես չեմ ուզում դու գնաս, մենք ունենք, տեսեք մեր քույրը եղբայրը այնտեղ, ունենք մի հատ նվեր, որ ձեզ տալու ենք, բայց հիմա չենք տալու, որովհետև մենք հիմա հաղորդություն պիտի ընդունենք։ Եվ ուզում ենք ձեզ պատվենք, առաջինը դուք ընդունեք հաղորդությունը, հետո նոր մնացածը կընդունեն, լավ, առաջինը ուզում ենք ձեզ պատվենք, ես խնդրելու եմ, հիմա սեղանները կշարեն, ծառայողները կշարեն, ես մի քանի խոսքով կխորսեմ հաղորդության մասին, հետո կխնդրեմ ամեն մեկդ, մոտենակ ձեր դիմացի սեղանին, վերցնեք հացը գինին, գինի չի դա հյութ է, խաղողի հյութ է, բայց սպիրտ չկա մեջը, վերցնեք հացն ու գինին, գնաք ընդեղ ընդունեք ու մեր ծառայողների հետ բարձրանաք վերև, լավ, կխնդրեմ սկզբից մենակ սիրելիներս մի եկեք թող սկզբից մենակ իրանք ընդունեն, հետո դուք կբարձրանաք, համ ձեր հետ կգանք կծանոթանանք, համ ձեզ նվեր ունենք, նվերը կտանք, համ եթե կարիք կլինի կաղոթեն ծառայողները ձեր համար, հա, Աստված օրհնի ձեզ։ Հիմա խնդրեմ կանգնած մնացեք։
Ես կխոսեմ հաղորդության մասին, հետո մենք կօրհնենք եւ կընդունենք, հա։ Ես կխնդրեմ դահլիճում կանգնողներն պատրաստեք ձեր սրտերը Տիրոջ համար։ Եթե ինչ-որ բան կա ձեր կյանքում թողելու, ես խնդրում եմ ժամանակն է որ թողես, հա, որ ընդունես հաղորդությունը։ Մարկոսի ավետարան 14:22-25։ Եվ նրանք ուտելիս Հիսուսը հացը առավ, օրհնեց, կտրեց, տվեց նրանց եւ ասեց. «Առեք երեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը առավ, գոհացավ, տվեց նրանց եւ ասեց. «Խմեք դրանից ամենքդ։ Այն է իմ արյունը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, այլևս որդի բերքի չեմ խմի, մինչև այն օրը, երբ որ նրան կխմեմ նոր Աստծո արքայության մեջ»։ Գիտեք, աշակերտների հետ նստած էր, վերջի անգամ էին իրար հետ հաց ուտում։ Հացը վերցեց, օրհնեց ու ասեց. «Սա էլ հաց չի, սա իմ մարմինն է, որ ձեր համար թափվում է»։ Գինին վերցեց, սա էլ գինի չի։ Սա իմ արյունն է, որ ձեր համար թափվում է։ Մենք հիմա օրհնելու ենք այս հացն ու գինին։ Օրհնելու ենք, որ մենք ընդունելուց ոչ թե հաց ու գինի ընդունենք, այլ մեր համար դա վերափոխվի հոգևորում Տիրոջ մարմին ու արյունը։ Այսինքն դու ընդունելուց ընդունի, որ դու մեր Տեր Հիսուսին ես ընդունում քո մեջ։ Տիրոջ մարմինը ու Տիրոջ արյունը։ Ամեն։ Ես կխնդրեմ պարզես ձեռքերդ օրհնենք այս հաղորդությունը, հետո կընդունենք։ Երկնային արքա, մենք քո առաջ ենք բերում այս պարգևները ու խնդրում ենք օրհնես, որ մենք ընդունելով ոչ թե հաց ու գինի ընդունենք, այլ քո մարմինը ու քո թանկ արյունը։ Օրհնում ենք այս պարգևները երկնքի երկրի առաջ, հռչակում ենք սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես կխնդրեմ ծառայողները կանգնեն։ Աստված օրհնի ձեզ։ Հիմա փառաբանությունը կսկսի փառաբանել Տիրոջը, ես խնդրելու եմ։ Ուղղակի մոտենում եք առաջ, վերցնում եք հացը գինին, գնում եք ընտեղ ընդունում եք եւ մեր ծառայողների հետ բարձանում եք վերև, լավ։ Աստված օրհնի ձեզ։ Եկեք փառաբանենք մեր Տիրոջը։